Մինչև տարեվերջ Ռուսաստանի տնտեսությանը նոր դժվարություններ են սպասվում։ Там насчет долгов именно российских финансовых и нефинансовых структур это оценивается где-то 60-70 миллиардов долларов, которые они должны платить вот до конца этого года. Վահագն Խաչատրյանը հիշեցնում է, նավթի գնի անկման եւ ռուբլու առեզրկման կանխատեսումները նոր չէին։ Դրան պարզապես նպաստեցին աշխարհաքաղաքական զարգացումները։ Ներկայում Ռուսաստանը ձգտում է լրացնել բացը։ Россия думает о том, чтобы заменить импорт своим продукцией. Այս կերպ ըստ պարոն Խաչատրյանի իրատեսական չէ հույսեր կապել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումից, թե դրանից Հայաստանը կամ Ադրբեջանը կարող են օգտվել եւ մեծացնել արտահանման ծավալները։ Կարմիր կամուրջ հաղորդաշարի ադրբեջանցի հյուրը հայ տնտեսագետի տեսակետը ամբողջությամբ չի կիսում։ Надо попытаться все-таки занять эти бреши на российском рынке сельскохозяйственной продукции, которые сейчас образуются. Иначе их займут другие страны, и те же азиатские, африканские. Ռուսաստանի տնտեսության վիճակից Հայաստանն ավելի է տուժում, քան Ադրբեջանը։ Ադրբեջանցիներն էլ են գումար վաստակում Ռուսաստանում, բայց նրանց տնտեսությունն այնքան կախված չէ տրանսֆերտներից, ինչպես մերը։ Իսկ նավթի գնի նվազումը բնականաբար առավել կանդրադառնա Ադրբեջանի վրա։ Ըստ Սաբիթ Բագիրովի, նավթի գնի նվազման արդյունքում իրենք էլ են գումարներ կորցնում, բայց արտարժույթի ռեզերվների հաշվին այն դեռևս չի ազդում տնտեսության վրա։ Պաուստային ֆոնդը բավարար է մոտ 2 տարվա համար, պնդում է ադրբեջանցի տնտեսագետը, բայց դա կախված է նրանից, թե ինչքան կնվազի нефти գինը։ Оценкам ОПЕК, значит, вот такая красная нефть, красная цена, значит, где-то в среднем $75 за баррель.